Ողջույն։ Գլխավոր դատախազության դիմաց 3 նոյեմբերի 19-ին բողոքի ակցիա էին անում զանազան խաբեբաներից քաշվածները։ Ամեն օր տարբեր փորձագետներ, տեղեկատվական անվտանգության մասնագետներ, ներքին գործերի նախարարությունը զգուշացնում են մարդկանց, որ բոլոր սոցիալական ցանցերով, էլեկտրոնային փոստերով, հեռախոսահամարներով մարդկանց խաբում են, փող են կորզում։ Օրինակ մեքենային ուզում գնել մարդիկ, պարզվում է խաբվել են։ Վարկ են ուզում վերցնել, պարզվում է խաբվել են։ Դեռ մի բանել իրենք են փող տվել։ Իրենց համար իրենց տանը նստած պարզում են, վարկ են իրենց անունով ձևակերպել։ Գումար են ներդնում ինչ-որ գործի մեջ, պարզվում է խաբվել են։ Այս կարգի բաների նկատմամբ քաղաքացին անպաշտպան է։ Ներքին գործերի նախարարությունը զգուշացնելուց բացի այլ բան չի անում։ Դատախազության դիմացի ակցիան ունիկալ էր։ Տարբեր խաբեբաների զոհ գնացած մարդիկ էին, ասում են դիմել ենք վարկ ստանալու, մեզնից փող են ուզել, որ վարկ տան, տվել ենք, քաշվել ենք, դիմել ենք կազմակերպությունների, որ օգնեն գումարը հետ ստանանք, նրանք էլ են փող ուզել ծառայության համար ու էլի քաշել են, հիմա եկել են դատախազության մոտ, պահանջում են, բայց սրանք էլ բան չեն կարող անել, ոնց այդ ժողովրդին ախր օգնի դատախազությունը, եթե նրա հավեսը չունի, ուրիշ լիքը բաներ ունի անելու։ Եթե ամեն օր մի քանի տասնյակ դատախազ գործուղվում է Շենգավիթի դատարան Բագրատ Սրբազանի դատին, Քանաքեռի դատարան Սամվել Կարապետյանի դատին, Գյումրուց կալանավորված քաղբանտարկյալների դատին, եթե մի քաղաքական գործով 50-60 քննիչ է ներգրավում, էլ ով ունի ժամանակ իրական տուժածների, ժողովրդի, զոհերի այդ խնդիրներով զբաղվելու։ Սրանք հազիվ քաղաքական գործեր են սարքում, ով ունի ժողովրդի հավեսը։ Դրա համար ասում են, եկել ենք ակցիա ենք անում, բայց հույս չունենք։ Լավ, հիմա ուզում եմ հարցնել բոլորին, ովքեր գնացել էին դատախազության դիմաց ակցիանելու, ձեզ միայն այդ խաբեբաներն են գցել։ Հարցնում եմ մյուս բոլորին, ովքեր ակցիա չեն անում, Հայաստանի Հանրապետության 3 միլիոն քաղաքացիներին, իսկ ձեզ խաբեբաները չեն գցել։ Եթե համացանցով ինչ-որ խաբեբաների ձեռքն եք ընկնում, ձեր տվյալները պաշտպանված չեն լինում, հավատում եք բոլորին, վստահում եք ձեր գումարները, տալիս եք ու քաշվում եք։ Դրանով կորցնում եք ձեր ունեցվածքը, քայքայվում են նյարդերը, բայց արդյոք խաբեբաներ չեն նաև նրանք, ովքեր ձեզ չեն պաշտպանում այդ ամենից, ուրիշ բաների մեջ են գցում։ Ինչ պակաս խաբեբաներ են նրանք, որ ասել են, ձեր հավատը, վստահությունը ներդրեք մեր հեղափոխության մեջ ու հեսա թույն կյանքով եք ապրելու։ Վարկերի, պարտքերի դարտից լրիվ կպրծնեք, էլ կարիքը չեք ունենա։ Սրանց էլ եք չէ վստահել ու էլի քաշվել եք։ Մի խաբեբա նրանք են, մի խաբեբա ձեր վստահությամբ կառավարության կաբինետներում հայտնվածներն են։ Նրանք ձեր վստահությունը տիրանալով ֆինանսներն են տարել, զրկել են ունեցվածքից։ Սրանք էլ զրկվել են ձեր ունեցվածքից, ձեզ հայրենիքից, ձեր նյարդերն են քայքայել, փողից են զրկել, իսկ ով է ասում, թե Հայաստանի կառավարությունը ձեր փողերը չի խժռում։ Այդ արտաքին պարտքը, որ հա մեծանում է, երեկ էլ էի խոսում այդ մասին, 250 միլիոն դոլար մենակ այսօր վարկ են վերցրել։ Այդ մաշեննիկները ձեզնից 250 միլիոն դոլար չեն տարել, իսկ կառավարությունը միայն այսօր այդքան տարավ։ Ամեն ինչ թանկացել է, պարենային զամբյուղը թանկացել է, հարկերը շատացել են, տուրքերը շատացել են, տրանսպորտը թանկացել է, գույքահարկը թանկացել է, աղբի վճարը թանկացել է, կարմիր գծերը թանկացել են, սաղ կյանքն է թանկացել։ Սրանք այս թանկացումներով ձեզնից ավելի շատ փող են կորզում, քան այդ խաբեբաները։ Բայց ինչպես որ այդ մաշեննիկներն են ասում, հավատա մեզ, փողերը տուր, այս բաները կանենք։ Սրանք էլ էին ասում, հավատացեք մեզ, վստահեք, ամեն ինչ կեժանանա, արագաչափերը կհանենք, Ադրբեջանին կկրենք, Ղարաբաղը կանկախացնենք եւ այլն եւ այլն։ Կրկնում եմ, ինչքան փող ես տվել այդ խաբեբաներին ու ինչքան փող են քեզնից տարել այս խաբեբաները։ Նրանք տարել են միայն գումարդ, սրանք ամեն ինչն են խժռում։ Հիմա ասում ես դատախազություն, այն մաշեննիկին չգիտեմ ով է, չեմ ճանաչում, բայց բռնի, իսկ այս մյուսներին գիտես ովքեր են։ Սրանք են մարդիկ են, որ ասել են ժողովուրդ ջան, մենք հեչ, մենք ձեզ համար ենք գալիս իշխանության, մենք ջանդամ, որ ձեզ ազատենք, որ արդեն լավ ապրեք, այդ դրա համար ենք գալիս։ Հեսա կլինի 8 տարի, որ իշխանության են, դու վարկերի հույսին ես, իսկ իրենք։ Կարդում ենք,
Այն մեկը բրաբուսներով է ման գալիս, այն մեկը էլ դղյակ ունի, դրամական միջոցները 7-8 նիշի թվեր են, ինչ որ 20, 22, 24 միլիոն դրամ աշխատավարձեր են ստանում։ Սրանք եկել են, որ դու լավ ապրես, սրանք կտրուկ լավ են ապրում, իսկ դու դիմում ես, որ վարկ վերցնես, վարկով ապրես, այն էլ խաբեբաների ձեռքն ես ընկնում։ 2018 թվականին քպականները հպարտանում էին, որ հաշիվներում 0 դրամ է, դա թալանվածության նշան էր, իսկ այսօր խաբեբաներ չեն, սաղ մարզի ժողովուրդը բողոքում է, որ ոռոգման ջուր չի ունենում, բերք չի կարողանում մթերել, վարկի տակ ճռում է, կարկուտը սաղ տանում է, փոխհատուցում չեն տալիս, իրենց մարզպետը $30,000 ժամացույց է օգտագործում ժողովուրդ ջան։ Այդ խաբվելու համար քեզ ված չես զգում։ Հեղափոխություն կոչվածից ամիսներ անց Նիկոլ Արտասահմանյան հայց է կատարում, հանդիպում է հայ համայնքին ու հպարտորեն ասում. մեր թիմում մեծահարուստ չկա։ Հիմա նայեք։ Հիմա համ հարստացել են, համ էլ նախորդ թիմից լիքը մեծահարուստ, օլիգարխ, անգամ քուչի խուժան թևակողել են սրանց թիմ։ 25% աղքատություն ունեցող երկրում նախարարը մի քանի $1,000 հագուկապ ունի ու ծաղրում է նրանց, ովքեր այդ մասին խոսում են։ Ու այս ամենի հանդիսատեսը ժողովուրդն է։ Մենք հիմա ուղիղ եթերով նստած նայում ենք, թե ինչպես են կառավարության խաբեբաները ու կառավարության գործունեությունից, անգործությունից ոգևորված խաբեբաները մեզ թալանում։ Մենք ուղիղ եթերով նստել նայում ենք սրանց հարստանալը։ Սիրելի հպարտ ժողովուրդ, վարչապետը եք, ինչ եք, մոռացել եմ էլ ձեզ ինչ պաշտոներ սա տվել։ Դուք այդ թատրոնի հանդիսատեսն եք։ Լուսանկարներ նայեք։ Էս է թատրոնը։ Էս բեմն է, էս հանդիսատեսն է։ Սկզբից բարձացան բեմ, ձեզ մի հատ լավ ծափահարեցին, ասեցին դուխով մեռնում ենք ձեզ համար, բոլորիդ բաժանեցին վարչապետի կոչում ու վերջ։ Էլ դուք կապ չունեք այդ բեմի հետ։ Ոնց որ լինում է սովորական թատրոններում։ Դուք ընդամենը հանդիսատես եք ու հետևում եք զարգացումներին։ Բեմի վրա գործող անձինք արագ հարստանում են։ Այն միլիոնատերերը բեմի վրա փոխարինվում են մյուս միլիոնատերերով, կամ այն նախկին միլիոնատերերը տեղափոխվում են արդեն բեմի մյուս կողմը։ Այդ միլիոններից հանդիսատեսին ոչ մի կոպեկ բաժին չկա։ Դուք ընդամենը հետևում եք, ով է հարստանում, ով ինչ է առնում ձեր հաշվին։ Ու հա ձեզանից ուզում են տոմսի գումար, որ շարունակեն թատրոնը։ Դուք էլ վճարում եք։ Այդ որ մի կինո կամ թատրոն գնացածն է փող տալուց բացի հարստացած հետ եկել։ Դուք պոպկորն առել եք ու հետևում եք թատրոնին։ Սրանք հարստանում են, մի միլիարդերը, մի բրաբուսատերը փոխվում են մյուսով։ Այն մեկից դղյակը խլում են մյուսին են տալիս, բայց դրանից ձեզ ոչինչ։ Ուղղակի ներկայացման վերջում նոր փռած ասֆալտով գնում եք տուն։ Կարճ ասած, այդ թատրոնի համար դու ես վճարում ժողովուրդ ջան, դու ես տոմսերն առել, դու ես որոշում մինչև երբ մաշենիկները քեզ թալանեն։ Որ պահին դու չուզենաս, դու չթողնես, այդ ժամանակ էլ ձեռքներից կբռնես ու էլ չեն թալանի։ Ի վերջո, հանդիսատեսից պետք է անցնես բեմ։ Դու ես տոմսի փողը տալիս, դերասաններին վճարում, ուրեմն պետք է դու որոշես։